երկրում այն մթնոլորտը, որ ստեղծել են իշխանությունները, այն ատելության մթնոլորտը, որ ստեղծել են, իրականում խիստ մտահոգիչ է, եւ ես կարծում եմ, որ նաեւ ընտրությունների ժամանակ մարդիկ պետք է գիտակցեն, որ հնարավոր չի այս պայմաններում, այս մթնոլորտում կառուցել ուժեղ երկիր, անվտանգ երկիր, առհասարակ դու չես կարող ունենալ անվտանգ արտաքին սահմաններ, եթե քո երկրի սահմանների ներսում չկա այդ անվտանգությունը, չկա այդ խաղաղությունը։ Այսօր ամենաշատը մարդկանց մտահոգում է այդ անվտանգային միջավայրը, եւ անվտանգային միջավայրը, տեսեք, իրենք միշտ ինչով են հպարտանում, ասում են 2 տարի է խաղաղ է սահմաններին, կրակոցներ չկան, բայց երկրի ներսում ինչ է կատարվում։ Երկրի ներսում դուք չեք տեսնում ինչ է կատարվում։ 40,000 Կամ ամեն օր ինչ որ ցուցանիշներ են հրապարակում 1%-ով նվազել է հանցագործությունները, չգիտեմ, ծանր հանցագործություններն է 0,2%-ով նվազել, այս ինչ հանցագործություններն է 1-2%-ով նվազել, բայց այս ընդհանուր մթնոլորտը երկրում սարսափելի է պարզապես, եւ այն թշնամանքի մթնոլորտը, որ այսօր կա մեր երկրում, բարեկամները պարզապես իրար հետ չեն խոսում։ Քույր եղբայր, քաղաքական հայացքներից ելնելով, քույր եղբայր,